Լավներ։ Ասում են կարգավորումը հասարակությունից եկող պահանջ է մեզ պաշտպանելու, ոչ թե մեր դեմ օգտագործել։ Կարգավորումներով անուղղակիորեն արգելում ես ոլորտը, նրանք չես կարող կրիպտոն դու փոխանակել այլ տեսակի գույքի հետ։ Ինչու է կրիպտո համայնքը դեմ կենտրոնական բանկի Ու ստացվում է, որ մոնոպոլ դիրք է կենտրոնական բանկը ունենում, մեծ կազմակերպություն են ստեղծում, որ իմանան ինչ պայմաններով, ինչ հարկատեսակներով ու ինչ կարգավորումներով են աշխատելու։ Առհասարակ այլ երկրներում խոսենք նրա մասին կենտրոնական բանկը մասնակցում է վերահսկմանը թե ոչ։ Բանկային համակարգի նման փոխանցումներ եք անում, եկեք ձեզ բանկային համակարգի պես կարգավորենք։ Այստեղ ինչ որ կրիպտո է հայտնվել, կարելի է մի քիչ ինտեգրել, տենանք ինտեգրվի թե չէ։ Ինչ ես կարծում, որ երկրների օրինակով արժե առաջնորդվել։ Թե կգնանք Վառայի օրինակով, Ամերիկայի, թե Միկայի, թե որի եկեք դա քննարկ ոլորտ է, պոտենցիալ ունի։ Վերջին 10 տարվա մեջ այս ոլորտը միջինում տարեկան 87%-ով աճում է։ Իրանք օրինակ Ֆրանսիայի շուկայից դուրս են եկել, ասելով, որ այս Միկայի կարգավորումները խելամիտ չեն, մենք չենք կարող սրա տակ աշխատենք, ավելի լավ է գնանք ուրիշ տեղներ գործունեություն ծավալենք։ Ներդրումների գրավչություն, օտար երկրյա ներդրումների, շատ մեծ հոսք է ունեցել, ինչի շնորհիվ բարենպաստ հարկային քաղաքականության շնորհիվ։ Սինգապուրում օրինակ կրիպտո ոլորտում վերջին տարիներին տարեկան միջնում 1 միլիարդ դոլարի ներդրում է լինում մենակ կրիպտո ոլորտում։ Այս ոլորտը միջնում տարեկան 87%-ով աճում է։ Նմանատիպ աճ որևէ ուրիշ ոլորտում չկա։ Ինստիտուցիոնալ մակարդակով արդյոք պատրաստ ենք։ Երբ որ դու չես կարողանում ինչ-որ բան ճշտել, քեզ դրա պահանջը դնում օրենքում։ Այս օրենքները մշակողները, իմպլեմենտացնողները խորհրդակցեին առնվազն համագործակցեին այս ոլորտի մասնագետների հետ։ Այս ոլորտի վերահսկողությունը պետք է տրվի մեկ այլ մարմնի։ Ինչու, որովհետև կրիպտոն ու բանկերը բնական մրցակիցներ են։ Մոմերը լամպոչկային տանում են կախաղան հանեն։ Կարգավորումը հասարակությունից անկախ երևույթ չէ։ Կարգավորումը հասարակության հետ զարգացող երևույթ է։ Ասում են կարգավորումը հասարակությունից եկող պահանջ է մեզ պաշտպանելու, ոչ թե մեր դեմ օգտագործելու։ Այս անմեղ երևույթը արդյոք Հայաստան Հանրապետությունում անմեղ կերպով է օգտագործվում կրիպտո ինդուստրիայում, այդ հարցը կպարզենք Bitcoin Armenia ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ։ Էդուարդ ջան, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շատ հետաքրքիր ներածություններ։ Հավանում ես գլուխգործոցս ընդհանուր միտքը։ Էդուարդ ջան, ասեմ, հետևում եմ քեզ վաղուց, հիացած եմ քո աշխատանքով, հարգանքներս, ինձ թվում է դու բոլորի կողմից եւ սիրված, հա, այս ոլորտում եւ ճանաչված, ամեն քո գործը շատ ճշգրիտ, դիպուկ ու շատ ինֆորմացիոն, դիտորդներ ջան, ովքեր չեն հետևում Էդուարդին, անպայման հետևեք, այստեղ իր ալիքն եմ ներկայացնում, Bitcoin Edo YouTube-ով անպայման հետևեք, որտեվ բոլոր նոր իրադարձությունները շատ ճշգրիտ, շատ դիպուկ եւ շատ մատչելի ձևով ներկայացնում եք։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մատչելի լինի։ Էդուարդ ջան, նախքան հարցը սկսելը, ասեմ, որ նկատել եմ, որ շատ քիչ երկրներ են, որ կրիպտո ռեգուլյացիաներ չունեն, հա։ Նախ դիտորդներից մի փոքր ինֆորմացիա տամ, կրիպտո ռեգուլյացիաների 3 երկրների 3 մակարդակ կա։ Առաջինը, որ ընդհանրապես ռեգուլյացիաներ չունեն կամ արգելված են, օրինակ Չինաստանը, երկրորդը, որ կրիպտո ռեգուլյացիաներ չունեն, բայց ունեն պահանջ, օրինակ KYC անցնելու, հա, KYC-ին ասեմ, որ վերիֆիկացիա, այսինքն անձի հաստատում, օրինակ Վրաստանը, եւ երրորդ մակարդակ, որոնք ունեն հստակ կրիպտո ռեգուլյացիաներ, հստակ լիցենզավորման process, հա, հստակ ինչ-որ սանկցիաներ։ Ոնց որ Հայաստանը առաջին մակարդակից փորձում է ինչ-որ կտրուկ անցում կատարել երրորդ մակարդակ։ Խոսենք մի փոքր Հայաստանում գործող օրենքների կամ ընդունվող ռեգուլյացիաների մասին։ Հա, ճիշտ է, միանգամից ռեգուլյացիա չունենալուց փորձում ենք ունենալ ամենադժվար բարդ ռեգուլյացիան, այդ հստակ օրենսդրություն ունենալն էլ իր մեջ տարբեր տեսակներ է ունենում, լինում է, որ նպաստավոր օրենսդրություն է լինում, որ դու կարող ես, կրիպտո ընկերությունները խթանված են, որ կան գրանցվեն այդ երկրում, բայց կան նաև էլի հստակ օրենսդրությամբ օրինակներ, նույնը Եվրամիությունը կամ էլ Ամերիկան, հիմիկվա օրենքներով կամ էլ օրինակ անցած տարվա օրենքներով, որտեղ կան ռեգուլյացիաներ, շատ բարդ են երբեմն անհնարինին հաստրած ռեգուլյացիաներ են, որ տենց կարգավորումներով անուղղակիորեն արգելում ես ոլորտը, ու դա նույնպես տենց արգելքի ավելի մեղմ դիվանագիտական արգելքի օրինակ է, ու ցավոք Հայաստանը կարծես թե այդ ուղղությամբ է ուզում գնալ, այն սխալ ուղղությամբ, որով որ ժամանակին
Ամերիկան գնացել է դեմոկրատների Բայդենի օրոք, այնտեղ որ ռեգուլյատորները SEC-ին տենց օրենքի երբեմն ոչ այնքան հստակ կարգավորման ժամանակ իրանք ամեն ձև ճնշում էին կրիպտո ընկերություններին, բանկային համակարգը այնտեղ իր ռեգուլյացիաներով ասում էր, որ բանկեր, եթե դուք հանկարծ կրիպտո ընկերություններ սպասարկեք, դուք ավելի շատ ուշադրության եք արժանանալու, ավելի շատ ենք ձեզ ստուգելու, բանկերն էլ ասում էին շարժից փորձանքից հեռու, եկեք ձեր չտանք այս ոլորտին, ու տենց անուղղակիորեն արգելում էին կրիպտո ընկերությունների, ու շատ ընկերություններ Ամերիկայից դուրս են եկել, գնացել են այլ երկրներ, որոնք որ բարենպաստ միջավայր են ունեցել։ Հայաստանում հիմա այս պայդրությամբ մի հատ շատ པարզ օրենսդրություն կա, որը որ ոստիկանությունն է բերել, ինչքան էլ ծիծաղելի է, դա կրիպտոարժույթ են կրիպտոակտիվ տերմինն են սահմանում, ու նաև մի երկու բան են այնտեղ առանձնացնել նրա հետ կապված, որ օրինակ չես կարող կրիպտոն դու փոխանակել այլ տեսակի գույքի հետ, կամ էլ կրիպտոյի փոխանակումը պետական արժույթի իրենք ասում են, որ պետքա լինի պարտադիր անկանխիկ եղանակով, այսինքն բանկերով անցնի, այս հատվածը հետաձգվել է մինչև 26 թվականի սկիզբը, մինչև ընդհանուր այդ կենտրոնական բանկի բերած եւ ընդհանուր կրիպտո օրենսդրությունը կքննարկվի եւ այդ ընդհանուր կարգավորումը Հայաստանում կընդունվի։ Հիմա այդ վիճակում է Հայաստանը։ Ես նաև լսել եմ, որ ծանոթ եմ, որ նաև Եվրոպական միության օրենքն են ուզում մեջտեղ բերել, ավելի շատ վերցնել, հա, միկա է կոչվում, հա, ընդունած օրենքը, ուզում են ավելի շատ միկան վերցնել, անկեղծ ասած առաջի հայացքից կարդում ես շատ սենց իդեալական է թվում ամեն ինչ, կարծես գալիս են միանգամից մտնեն ոլորտ ու ամեն ինչ ինչ կա կարգավորեն, հա, բայց երբ որ ուզում ես ինչ որ կարդում ես հստակ կետի հասնես, գրված է այստեղ կենտրոնական բանկը լրացուցիչ օրենքներով կփորձի կարգավորել։ Չգիտես ծիծաղ առաջացնի, թե լացած առաջացնի իրականում, հա, ստացվում է նույն սեկը, երբ կուզենք, ինչ կուզենք, ոնց կուզենք կանենք։ Արի խոսենք նրա մասին, թե ինչու է կրիպտո համայնքը դեմ կենտրոնական բանկի ընդունվող օրենքին։ Հա, իրականում այդպես էլ կա, եվրոպական միկա օրենսդրությունն են կենտրոնական բանկից պատճենել կարելի ասել, թարգմանել են հայերենի, մի քիչ էլ այնտեղ հայկական արժեթղթերին վերաբերող օրենսդրությունից են բաներ ավելացրել ու նաև ամեն մի հոդվածի վերջում պարտադիր կետ են դրել, որ այս պահանջներից դուրս կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով, այսինքն կենտրոնական բանկը ինքը իրանով թուղթ տա ստորագրում որոշում է, օրենքում կարող է լրացուցիչ պահանջներ դրանով առաջացնել գրեթե բոլոր ասպեկտներով։ Այնտեղ 100 քանի հատ տեղ գրված է, որ կենտրոնական բանկը կարա հավելյալ բաներ որոշի կամ սահմանի իր նորմատիվ իրավական ակտերով, որը իր հերթին իհարկե շատ մեծ անորոշություն է մտցնում ոլորտ ու ստացվում է, որ մոնոպոլ դիրք է կենտրոնական բանկը ունենում այս ոլորտի վրա։ Այստեղ եկող ընկերություններն էլ չեն կարող ունենալ կանխատեսելիություն, թե երբ որ գանց տեղ ներդրումներ անեն, ընկերություն բացեն, աշխատատեղեր ստեղծեն, ինչքանով է կանխատեսելի, որ կես տարի հետո կենտրոնական բանկը շատ ծանր լրացուցիչ պահանջներ չի դնելու, կամ էլ ինչ-որ նոր այնպիսի պահանջներ չի դնելու, որոնք որ ուղղակի անհնար են դարձնելու գործունեությունը, ստիպված ես լինելու գնալ երկրից։ Հիմա ոնց է, օրինակ IT ոլորտի համար հա կային ինչ-որ հարկային արտոնություններ, բայց ամենաշատ բարձրացվող խնդիրը համայնքի կողմից ի՞նչն էր, ասում էին, որ ինչ-որ օրենք եք ընդունում, որ հարկերից ազատվում է, մի տարի է տևում, թե 3 տարի է տևում, հետո գնում եք էլի թարմացնում եք, մինչև այդ թարմացնելը այտենց համայնքը անորոշ կանգնած է IT, չգիտի էլի թարմացվելու է թե չէ, այս արտոնությունները լինելու են թե չէ, տենց հիմա վերջապես մի հատ ընդհանուր օրենսդրություն կանխատեսելի միջավայր ընդունվեց, որ արդեն մեծ ընկերություններն էլ իմանան ստեղ գալիս են երկարաժամկետ 10 տարի, 20 տարի ներդրում են անում, մեծ կազմակերպություն են ստեղծում, որ իմանան ինչ պայմաններում, ինչ հարկատեսակներով ու ինչ կարգավորումներով են աշխատելու։ Հիմա այդ մի հարցը չի փակվում, չի ծածկվում այս կենտրոնական բանկի բերած նախագծի միջոցով։ Այնտեղ բազմաթիվ այլ խնդիրներ կան, օրինակ այն, որ հիմա բերում ենք Եվրոպական միությունից, իրանք տենց արևմտյան զարգացած լավ արժեքներով երկիր ու բան են, միություն են, բայց ինչի է օրինակ Եվրամիությունում այտենց բարդ դժվար կարգավորումներ, որովհետև իրանք ունեն մեծ բնակչություն, մեծ կապիտալ, մեծ շուկա, ու իրանք ինչ որ չափով կարողանում են նաև շուկային թելադրել իրենց պայմանները, օրինակ ավել հարկեր հավաքագրելով, ավել պահանջներ դնելով ընկերությունների վրա, բայց դա քիչ-քիչ
վանում է ընկերություններին ու բիզնեսներին ոչ միայն կրիպտո Եվրոպայից, այնտեղ գերկարգավորված են գրեթե բոլոր ոլորտները, ստարտափներ չկան, ներդրումներ չկան, ոչ մի խոշոր ընկերություն իրանց կենտրոնակայանը չի տեղակայում Եվրոպայում, այնտեղ չեն գրանցվում ու մեծ քանակի հարկեր չեն վճարում, շրջանառությունները իրանց այլ երկրներում են անում, մի հատ փոքր մասնաճյուղ են այնտեղ բացում ձևի համար կամ էլ փոքր ստաֆ են այնտեղ պահում, որը իրականում այդ բուն էությունից, որ ընկերությունները տեղակայված են եւ գործում են այդ երկրում, ոնց որ հեռացնում է, անհնար է դարձնում։ Հիմա մենք այդ զարգացած, կայացած ինչ որ չափով թելադրող երկրների օրինակներից ենք վերցնում, որոնք որ իրականում հիմա արդեն տուժում են։ Այդտեղից կապիտալը, ֆինանսը հոսում է այլ երկրներ, փոքր երկրներ, որոնք ավելի ճկուն են, լավ հարմար պայմաններ են ստեղծում։ Հիմա մենք այդ օրինակից վերցնում ենք, մեր մոտ ենք ուզում բերել, տենց monster գիգանտ պահանջներով օրենքներ ենք դնում, ասում ենք հեսա միջազգային ընկերությունները սրանով կգան ստեղ կգրանցվեն, չէ՞, մեր շուկան շատ փոքր է, մենք էլ այդքան կներեք, բայց չկանք, որ տենց մեծ պահանջներ դնենք ու թելադրենք, ասենք, եկեք սենց մեծ բաներով, պահանջներով, ռեգուլյացիաներով, այստեղ տենց գործեք։ Այդ ինչ վերաբերվում էր բաներին, միջազգային ընկերություններին։ Հիմա եթե մենք գանք տեղական ընկերությունների, ինչ վիճակ է հիմա կրիպտոին առնչվող Հայաստանում, այնա որ էլի 7 տարի է 2018 թվականից սկսած կենտրոնական բանկը սահմանափակել, կարելի ասել խեղդել է ոլորտը, մի հատ շրջաբերական է ուղարկել բանկերին, նաև հրապարակել է, ասելով որ կրիպտոն շատ ռիսկային է, ինքը փողերի լվացման համար է, տերորիստների համար է, այնտեղ շատ բան կախվածություններ մեծ կան, այնտեղ պատասխանատու անձինք չկան, ովքեր որ կարողանան ձեր հետո կապիտալի համար տեր կանգնել, դրա համար խորհուրդ ենք տալիս բոլորին համ հանրության համ տնտեսվարողներին կրիպտոից հեռու մնալ, ոչ մի գործարք չանել կրիպտոյով։ Դրա հետևանքը եղավ են, որ բանկերը սկսեցին չսպասարկել կրիպտո ոլորտը, հիմա էլ ինչ են կրիպտո ընկերություն Հայաստանում կա, ոչ մեկը չունի բանկային հաշիվ, որով կարողանա նորմալ գործունեություն վարել։ Ու դրանից ելնելով հիմա մենք ունենք ինչ որ կրիպտո ընկերություններ, որոնք մի կեր ոնց կարող են աշխատում են, մեր ընկերությունն էլ նույնպես էլի, ինչ որ ձև են գտել գրանցվել, ինչ որ ձև են գտել հարկեր վճարելու, միշտ հարցեր են տալիս, այս ինչքանով է օրինական, ասում ենք դե հիմա մի բան գոնե վճարում ենք, մի ձև գրանցվել ենք, եթե ավելի հարմար ձև կա, հուշեք, տենց աշխատենք կամ օրենք ընդունեք նորմալ, խելամիտ տենց աշխատենք։ Հիմա տենց փոքր ընկերություններ կան, մի քանի հատ Հայաստանում ու մի քանի տասնյակ արդեն կան, որոնք որ հիմնականում մի քանի հոգուց մաքսիմում մինչև 10-20 հոգի անձնակազմ ունեն, staff ունեն, ու այս օրենսդրությունը, որ իրանք բերում են կենտրոնական բանկի անունից ուզում են դա կառավարությունում ազգային ժողովում անցկացնել, դա այնպիսի մեծ պահանջներ ունի, ուզում է ներդրումային կապիտալ ունենաս, ներքին արտաքին աուդիտ ունենաս, հաշվետվություններ ներկայացնես, կայքեր, ծրագրային ապահովման համակարգեր ունենաս, անվտանգության համակարգեր ունենաս, այդ ամեն ինչը մեծ ռեսուրս է պահանջում։ Այդ ամեն ինչը կարող են անել մենակ խոշոր կայացած ընկերությունները։ Դրա համար շատ ճիշտ մեկնաբանություններ, որ մենք 0 մակարդակից միանգամից ամենաբարձր ծանր կարգավորմանն ենք կարծես թե ուզում գնալ, որը ինչ է անելու, ուղղակի սպանելու է այս ոլորտը, որովհետև այդ ներուժը Հայաստանում չկա։ Այն փոքր սակավաթիվ ընկերություններ որ կան, իրանք չեն կարողանալու այս լիցենզիայի տակ մտնեն, իրանք ուղղակի փակվելու են։ Հնարավոր է ինչ որ 1-2 ընկերություն մնա, մոնոպոլ դիրք ստեղծվի, կարող է այդ կենտրոնական բանկին էլ հարմար, որ տենց մի հատ երկու հատ ընկերության միջոցով կարան ոլորտը կառավարեն վերահասկեն բան անեն, հայ դեպ մոռաց ասել այդ օրենսդրության մեջ էլ այդ որ շատ բաներ իրանք նշել են կարող են մի հատ ստորագրությունով կենտրոնական բանկի բաներ փոխել, այնտեղ մի հատ էլ կետ կա, որ եթե հանկարծ ֆինանսական շուկայում ռիսկեր են առաջանում, կարելի է ընկերությունների, կրիպտո ընկերությունների գործունեությունը պարզապես դադարեցնել։ Այսինքն անջատել միացնելու կոճակ են ստեղծել, էլ իրանց մոտ այնց դրել են դարակում, հենց պետք լինի դա էլ տրամադրություն։ Այո։ Ինչը իհարկե խիստ բացասական անկալվում համ տեղական ընկերությունների կողմից, որ իրանք ի սկզբանե չեն կարողանալու նմանատիպ ծանր օրենսդրության տակ մտնել, համ էլ ասում ենք, որ միջազգային ընկերությունները նույնպես հետաքրքրված չեն լինի այս փոքր շուկայի համար, sense ծանր կարգավորման համար գալ Հայաստանում գրանցվել։ Այսինքն, առաջին հերթին կրիպտոն դիտարկում են որպես մեր ավանդական ֆինանսական համակարգի որոշակի տարբերակվող մոդել, հա, ինչի, քանի որ ուղղակիորեն մասնակցում է մարդկանց դրամական շարժին, բայց հաշվի չառնելով յետևում առկա տեխնոլոգիան, արդյոք ու վերահսկողությունը տալ կենտրոնական բանկին, արդյոք ճիշտ է կենտրոնական բանկին տալ մի նենց ոլորտի վերահսկողություն, որի նպատակն է, հենց ստեղծման նպատակն է
չվերահսկվել։ Ստեղծման նպատակն է կենտրոնացված մարմնի կողմից չվերահսկվել, չկառավարվել։ Արդյոք այլ երկրներում, առհասարակ այլ երկրներում խոսենք նրա մասին կենտրոնական բանկը մասնակցում է վերահսկմանը, թե ոչ։ Իհարկե կրիպտո էնտուզիաստների համայնքի նաև իմ գաղափարախոսություններից մեկը այն է, որ մաքսիմալ ապակենտրոնացում, մաքսիմալ անհատի անձի հզորացում, մաքսիմալ քիչ պետության ներգործություն, բայց դե իրական կյանքում մի քիչ անհնար է, որ տենց լրիվ անվերահսկելի, անկախ, ոչ մի հարկեր չվճարենք, ոչ մի տրանզակցիաներ չփոխանակենք, մի քիչ իրատեսական չի, ամեն պետություն ոնց որ իր պետական շահերը ու հետաքրքրությունները նույնպես ունի, որ ինչ ոլորտ ուզում ալնի, պետք է ինչ որ հարկ հավաքենք։ Հետո եթե ինչ որ հանցագործություններ են լինում, պետք է իմանանք ով է պատասխանատու, տեղեկատվության փոխանակում որոշակի պետք է լինի։ Այսինքն զրո ռեգուլյացիա իհարկե չի կարող լինել, մենք էլ որպես համայնք ասում ենք, մեզ պետք է ռեգուլյացիա, կարգավորում պետք է, որ կանխատեսելի միջավայր լինի, բանկերը մեզ սպասարկեն, կարողանանք ընդլայնվել, միջազգային հաճախորդներ, կլիենտուրաներ ունենանք, բայց երբ որ այս օրենսդրությունում բերում են այդ ինչ որ հակասություններով բաներ, մի հատ հակասություն օրինակ ասեմ, էլի, այնտեղ ասում են, որ պետքա նմանատիպ գործունեությունը նմանատիպ օրենսդրությամբ կարգավորվի։ Այսինքն ասում են դուք բանկային համակարգի նման փոխանցումներ եք անում, դե եկեք ձեզ բանկային համակարգի պես կարգավորենք։ Բայց հետո նայում ես այդ օրինագծի մեջ, այնտեղ բառամթերքում էլ գրված է, որ այս օրենքի նպատակը օրինակ կրիպտո էկոհամակարգը ինտեգրելն է ֆինանսական համակարգին։ Այսինքն իրանք այդտեղ համել տարանջատում են։ Այս ֆինանսների մաս չեն համարում, իրանք ֆինանսները դա մաքուր, պապենական, կարգավորված բանկային համակարգն է, այստեղ ինչ որ կրիպտո է հայտնվել, կարելի է մի քիչ ինտեգրել, տենանք ինտեգրվի թե չէ։ Այնտեղ երկրորդ մասն էլ որ արդեն ասացի, եթե հանկարծ ֆինանսական համակարգին մեր շատ սիրելի բանկային համակարգին սպառնալիքներ կամ կայունության ռիսկեր են առաջանում, այդտեղ կարող ենք այն նորաստեղծ բանին, բլոկին, որ ստեղծվել է կրիպտոյի տեսքով, իրանց կարող ենք սահմանափակել, արգելափակել։ Այսինքն համասում են նմանատիպ գործունեություն է, համել sense տարանջատում են դնում, որ դու ինչ որ սպառնալից բան ես, նոր բան ես, մի քիչ քեզ հեռու պահենք, կարող է քեզ չթողենք էլ ընդհանրապես գործել։ Այդտեղ են գալիս հակասությունները։ Իսկ օրինակ ինչ կառաջարկես, ես ծանոթացել եմ տարբեր երկրների ռեգուլյացիաներին, կլինի Դուբայի վառա ռեգուլյացիան, USA-ի, չգիտեմ, SEC-ի մոտեցումը, Եվրոպան կա, այնտեղ Հոնկոնգ, ինչ ես կարծում, որ երկրների օրինակով արժե առաջնորդվել, որպեսզի ավելի արդյունավետ լինի ու չխանգարի ոլորտի հենց հետևում տեխնոլոգիայի սկզբնական նպատակին։ Սա իրականում քննարկման առարկա է, հիմա տենց հստակ երկիր չէի առանձնացնի, բայց ճիշտ մոտեցումը կլիներ, որ հենց այդ հարցադրումից սկսել այս օրենքի մշակումը։ Մի հատ հասկանանք այս ոլորտից ինչ ենք ուզում ստանալ, հասկանանք մոտավորապես ինչ երկրի օրինակով ենք ուզում կարգավորում ընդունել, ըստ դրա նոր նախագիծ մշակել։ Իսկ այս օրենքի նախապատմությունը սենց ա եղել, կենտրոնական բանկը որոշել է, որ եվրոպականն է լինելու, ասլակրիպտո համայնքի հետ հանդիպում քննարկում պետք է անենք, այդ հանդիպում քննարկումն էլ ընդհանրապես պրեզենտացիայի տեսքով էր, որ մեզ տեղյակ էին պահում, որ այս օրենքն է լինելու, մենք ինչ ասում էինք, իրանք չէին լսում, իրանք չէր հետաքրքրում, ոչ մի առաջարկ չէր ընդունվում, ուղղակի տենց ձևական հանդիպումներ էին անում ու դա իրականում արդյունք չէր բերում ու մեր առաջարկը հետեւյալն էր, որ ժողովուրդ ջան, եթե մենք ինչ որ հրատապություն ունենք կրիպտո ոլորտը ստեղ կարգավորելու կոնկրետ առարկայական խնդիրներ ունենք, մեկը որ կրիպտոն սահմանված չի ինչա, օրինակ իրավապահ մարմինները դատական համակարգներ չի կարողանում հարաբերվել այս սուբյեկտների հետ, այս կրիպտոն ինչա, ինչ դատավճիռներ կամ որոշումներ ստեղ կայացնել։ Երկրորդը այն, որ ինչ-որ հանցագործություններ են լինում, իրավապահները չեն կարողանում բացահայտել, որոշակի տեղեկատվության բազաների պահպանում ու փոխանակությունը պետք պետության հետ, դա շատ կարևոր հրատապ խնդիր է։ Մյուսը, որ ոչ մի հարկ կարելի ասել չի վճարում, ու մասնավորապես գործունեություն ծավալող ընկերություններից, փոխանակման կետերից եւ այլն, իրանց համար նույնպես պետք է ինչ-որ հարկման մեխանիզմներ ստեղծվեն, այս 3 հատ կետը ամենահրատապ կետերն են, որ կարելի է ընդամենը մի ամիս երկու ամսում սրան վերաբերվող օրենսդրություն մշակել, մնացածի մասով ասում ենք, թե կգնանք վառայի օրինակով, Ամերիկայի, թե Միկայի, թե որի եկեք դա քննարկենք այդ մանրամասն քննարկման մոտեցումների շուրջ, էլի, որ ուղղությամբ մենք ուզում գնալ։ Ու այստեղ ամենակարևորը այն է, թե մենք ինչ նպատակ ենք սահմանում։ Եթե մեր նպատակը ոնց որ կենտրոնական բանկն է սիրում ասել, ռիսկերը զսպելն է, հա կարող է մի կան շատ լավ բան է։ Եթե մենք նայում ենք այս ոլորտին մենակ որպես ռիսկ, ինչի մենակ Միկայով, Չինաստանի օրինակով գնանք, ամեն ինչ արգելենք, չկա ոլորտ, չկա ռիսկ, տրամաբանական է, չէ։
Եթե այդ օրինակով գնանք, հա, կարելի է այդպես գնալ։ Եթե մենք ասում ենք, որ սա ինչ որ աճող ոլորտ է, նորաստեղծ ոլորտ է, պոտենցիալ ունի, որ ստեղ կան նաև առավելություններ ու հնարավորություններ, որոնք շատ մեծ են։ Եթե նայում ենք կրիպտո բանին, market cap-ին, այսինքն շուկայի չափին, վերջին 10 տարվա մեջ այս ոլորտը միջինում տարեկան 87%-ով աճում է։ Մենք ուզում ենք այդ թռիչքաձև աճի մաս լինել։ Եթե ուզում ենք, նշանակում է մենք պետքա այս ոլորտում ներգրաված լինենք, ներկայացված լինենք, պետքա ընկերություններ լինեն Հայաստանում այս ոլորտում գրանցված, պետքա միջազգային ընկերություններ ուզենք, որ գան, այստեղ գրանցվեն, այստեղ մասնագետներ ունենանք, բազա ունենանք, որ վաղը մյուս օր պետությունում էլ պետք լինեն կրիպտո մասնագետներ, իմանան, որտեղից են մարդկանց գործի ընդունում, թեկուզ շատ բարձր աշխատավարձերով։ Դա էլ է մի ասպեկտ, որ այս ոլորտում օրինակ ծրագրավորողները IT ոլորտի ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են, blockchain developer-ները։ Եթե մենք նայում ենք սրան որպես հնարավորություններ նույնպես ներկայացնող ոլորտ, այդտեղ արդեն պետքա հասկանալ։ Լավ, եթե մենք ուզում ենք, որ ստեղ գան ընկերություններ, ինչ պայմաններ պետքա դրանց համար ստեղծենք։ Գալիս ենք այն կետին, որ կրիպտոն IT-ի պես գլոբալ է։ Ինչ է դա նշանակում։ Որ դու կարող ես աշխարհի ցանկացած կետում նստած այդ ծառայությունները մատուցել աշխարհի ուրիշ կետի երկրի քաղաքացիներին։ Ստացվում է, որ ֆրիլանսերների պես կարող ես Բալիում քո համար կղզիում նստած քո կոդը գրել, կարող ես Երևանում նստած քո կոդը գրել։ Ու այդ մարդը, որ իր կոդը գրում է, պետք է մտածի, ընդեղ են հարկերը լավը, թե ստեղ են լավը, որտեղ է այդ պայմանները գրանցման եւ այլնի ավելի բարենպաստ։ Ու երբ որ գալիս ենք նրան, որ կրիպտոն նույնպես IT ոլորտի պես գլոբալ է, այդտեղ գալիս ենք այն եզրանկման, որ պետքա մենք լավագույն պայմանները ստեղծենք աշխարհում, որպեսզի մեր մոտ այդ ընկերությունները գան։ Ինչ են արել Դուբայը, Սինգապուրը, Սալվադորը, իրանք ասել են, այս մեր համար առաջնահերթությունը, այնտեղ շեյխերի, թագավորների բանի մակարդակով, ու երբ որ առաջնահերթությունը սա սահմանել, ամենալավ պայմաններն են ստեղծվել, որպեսզի աշխարհի սաղ կրիպտո ընկերությունները ուզեն այնտեղ գնալ։ Իսկ հիմա այս Միկայի կարգավորումից մարդիկ փախնում են, ընկերությունները փախնում են, եվրոպական մի քանի խոշոր ընկերություններ, նույն Tether-ը հիմա եվրոպական շատ exchange-ներից delist է արվում, Tether-ի ղեկավարներն խոսում են, ասում են, որ ոչ խելամիտ պահանջներ են դրված այդ օրենսդրության մեջ, այնտեղ ասում են, որ ինչքան USDT ունեցող մարդ կա Եվրոպական միությունում, պետքա այդքանին համարժեք դոլար ունենաս եվրոպական բանկերում, այնտեղ մարդիկ էլ ասում են, այդ օրինակ շատ մեծ ռիսկ է։ Բանկը այնպես չի, որ տենց 100%-անոց կայուն կառույց է, ես չեմ ուզում ձեր մոտ իմ փողը պահել, ինչ եք տենց պահանջներ դնում։ Կամ ինչ որ դնում են արհեստական լիմիտներ տրանզակցիայի քանակի վրա, ասում են, այս բլոկչեյններով չի կարա օրական 1 միլիոնից ավել տրանզակցիա անցնի։ Ինչպես դու տենց cap դնում, խեղդում միանգամից լիմիտը, սրանից ավել հանկարծ չբարձանաք։ Տենց բաներ որ դնում են կամ Bybit-ը երկրորդ ամենամեծ exchange-ն է, բիրժան է, իրանք օրինակ Ֆրանսիայի շուկայից դուրս են եկել, ասելով որ այս Միկայի կարգավորումները խելամիտ չեն, մենք չենք կարող սրա տակ աշխատենք, ավելի լավ է գնանք ուրիշտեղ մեր գործունեությունը ծավալենք։ Այս օրինակներին նայելով պետք է հասկանանք, այս մեր բռնած գիծը շատ վատն է։ Ու եթե մենք ուզում ենք այս ոլորտի հնարավորություններից օգտվել, մենք պետքա այս ոլորտում հաջողություն գրանցած երկրների օրինակներին հետևենք, որը նշեցի Սինգապուրը, Էմիրատները, Սալվադորը, ու անգամ իրանցից էլ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծենք, որ այնտեղից ընկերությունները ուզեն գան մեր մոտ, որը շատ դժվար պատկերացնելի երևակայելի բան է, բայց պետք է փորձենք ձգտենք նրան, որ այդ ընկերություններին այնտեղից ձգենք մեր մոտ։ Գիտես, շատ լավ նկատառում արեցիր, կոնկրետ օրինակ Սինգապուրի օրինակը, որը հիմա համարվում է ամենազարգացած երկրներից մեկը, զարգացման ընթացքում ինչին է կարևորություն դրել, ինչ քաղաքականություն ա վարել, ներդրումների գրավչություն, օտարերկրյա ներդրումների, հա, շատ մեծ հոսք ա ունեցել, ինչի շնորհիվ բարենպաստ հարկային քաղաքականության շնորհիվ, շատ խթանել է նորարարությունը, ինովացիաները, շատ խթանել է տեխնոլոգիաների զարգացումը, ու այսօր տեսնում ենք ինքը աշխարհի ամենազարգացած երկրների մեջ է։ Ինչ եմ նաև շատ հակված վերցնել իրանց օրինակը, ոչ թե եվրոպական երկրների օրինակը, որովհետև մենք զարգացող երկիր ենք։ Վերցնել արդեն պատրաստի զարգացած երկրների օրինակը, Միկայի օրինակը, որը միավորել է 27 արդեն զարգացած երկրներ, որին պետք է ընդհանրապես հավաքել, հա, միավորել
ուներ խնդիր, չէ, Լիտվայում բացի թողի վիճակ էր, Ֆրանսիայում ահա որ խիստ կարգավորումներ էին, այսինքն ինքը իր նպատակին ինչ-որ միտեղ ծառայում է, բայց մեր համար այդ օրինակը ընդհանրապես արդի չի, ընդհանրապես համապատասխան չի, հա, քանի որ մենք զարգացող երկիր ենք, շատ լավն էր օրինակը, հիմա հարցս այսպես ձևակերպեմ, որպես զարգացող երկիր, հա, կրիպտոյի համար ինչ հեռանկարներ կարող են լինել Հայաստանում, եթե իհարկե թույլ տան բարենպաստ պայմաններ ստեղծենք, ինչպես Սինգապուրը օրինակ, հա, կրիպտոյի համար բարենպաստ միջավայր ստեղծենք, ինչ հեռանկարներ կունենա Հայաստանը, չէ՞ որ համ ինովացիա է, չէ, տեխնոլոգիաների զարգացում ու շատ լուրջ կարելի է ներգրավել ներդրումներ օտար երկրյա։ Հա, մի երկու նկատառում անեմ խոսքերի հետ։ Սինգապուրում օրինակ կրիպտո ոլորտում վերջին տարիներին տարեկան միջինը 1 միլիարդ դոլարի ներդրում է լինում մենակ կրիպտո ոլորտում։ Մենք ինչքան կերազենք, որ Հայաստանում ինչ որ ոլորտում տարեկան 1 միլիարդ դոլարի ներդրում է։ Մեր տնտեսության համար շատ զգալի գումար է, նմանատիպ գումար է ու ընդհանրապես բարենպաստ միջավայր ստեղծելով, շատ բան չանելով, միջավայր ստեղծելով, չխանգարելով դու կարող ես դրան հասնել։ Եվրոպայի օրինակով էլ հա իրանք կարող է ինչ-որ լուծման իրանց պատկերացումով հասել են, չնայած չեմ կարծում, որ այդ լավ լուծում է, երբ որ ընկերությունները փախնում են քեզ այնց կամ էլ խուսափում են Եվրոպայի հաճախորդներին սպասարկելուց, շատ խոշոր բիրժաներ իդեպ նաև Եվրոպայի քաղաքացիների չեն սպասարկում, բայց ընդեղ էլ այդ օրենսդրությունը, անգամ եթե դիտարկենք ինչ որ նեյտրալ է կամ մի քիչ դրական կարող է լինել, իրանք դրան հասել են, էլի փուլ առ փուլ, նրանով որ սկզբից ունեցել են կամ չեն ունեցել ընդհանրապես կարգավորում։ Եկել են ինչ-որ ընկերություններ այդտեղ գրանցվել են գործունեություն են սկսել ծավալել, ինչի արդյունքում այդտեղ կայացել են, բազա են ստեղծել, կոպիտ ասած ոտքները պնդեցրել են այդ երկրում, հետո երբ որ մի քիչ ավելի բարդ կարգավորում է դրվում, հələ իրանք կարող են մի քիչ ադապտացվել, ասել լավ, մի քիչ էլ նեղություն կքաշենք, այս որ մի քիչ թեթև էինք աշխատում, մի քիչ ավելի դժվար կաշխատենք, բայց կշարունակենք աշխատել։ Բայց հարցը նրանում է, որ այնտեղ արդեն խոշոր կայացած ընկերություններ եղել են ներկայացված ու հիմա նոր է եկել այս մի քիչ ավելի բարդ օրենսդրությունը, դրա տակ իրանք կարող է կարանան հələ հարմարվեն, հələ հարց է։ Եթե որոշ ընկերություններ ընտեղից գնում են, հարցը այնտեղ առհասարակ ընկերություններ կմնան, թե չեն մնա։ Ու չմոռանանք, որ այդ Միկայի օրենսդրությունն էլ դեռևս ամբողջությամբ ուժի մեջ չի ու փուլ առ փուլ է ուժի մեջ մտնում ու մենք դրա վերջնական արդյունքը դեռևս չենք տեսել։ Մինչդեռ մենք տեսել ենք վերջնական արդյունքը ավելի դրական զարգացումներ ունեցած երկրներում, ինչպիսիք են Էմիրատները, Սինգապուրը, Սալվադորը, ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ իրականում ահռելի հնարավորություններ կան։ Մեկը այդ տոկոսային աճը, որ ասում ենք շուկան, այս ոլորտը միջնում տարեկան 87%-ով աճում է։ Նմանատիպ աճ որևէ ուրիշ ոլորտում չկա։ IT ոլորտն էլ իր ամենապիկին մաքսիմում ինչ որ 20-30% կարող է աճած լինի, դա էլ ինչ որ մի տարի, 2 տարի, 3 տարի, բայց որ 10 տարի ստաբիլ այդպես աճ գրանցի ոչ մի ոլորտ չկա։ Նախ այդտեղ կարող ենք մեծ բան ունենալ, հաջողություն գրանցել։ Հետո, օրինակ 20-րդ դարում, որն է ամենահարուստ երկրներից մեկը եղել, Շվեյցարիան է եղել, ինչի շնորհիվ, որ ինքը եղել է ֆինանսների կենտրոնը։ Աշխարհի ամենալավ բանկային համակարգը այնտեղ է եղել, շատ հարուստների ֆինանսներ այնտեղով են անցել եւ այնտեղ են իրենց գումարները կայանել, իսկ 21-րդ դարի Շվեյցարիան կարելի է միանշանակ ասել, որ լինելու է այն երկիրը կամ այն երկրները, որոնք որ կրիպտո հաբեր են հանդիսանում։ Բանկային համակարգի ակտուալությունը գնալով ավելի նվազում է, ու մարդիկ հասկանում են, որ սա ավելի լավ առաջադեմ տեխնոլոգիա է, երբ որ դու ինքդ քո գումարն ես տնօրինում, որ չկան միջնորդներ, չկան միջնորդավճարներ, վարկյանական են ամբողջ աշխարհով փոխանցումները գնում, ու երբ որ քիչ-քիչ մարդկությունը սկսի անցնել կրիպտոյի, մենք 20-30 տարի հետո կնայենք քարտեզում ինչ որ մի քանի երկրներ կլինեն, որտեղով այդ կրիպտո հոսքերի մեծ մասը անցնում է, ու այդ մեծ մասը որտեղով որ անցնում է, իրանք են այդտեղից գումար աշխատելու, միջնորդավճարներ, աշխատատեղեր, տեխնիկական այդ գիտելիքները, մենք օրինակ շատ կուզեինք, որ ստեղ հարյուրավոր, հազարավոր բլոկչեյն դիվելոպերներ լինեին, կրիպտո մասնագետներ լինեին, համ մենք կարողանայինք մեր այդ ոլորտի պահանջարկը Հայաստանում սպառել, համ էլ ինչու ոչ արտերկրի համար ծառայություններ, որպես outsource մատուցենք։ Կան չէ հիմա գլոբալ բլոկչեյն կամ կրիպտո ընկերություններ, որոնք որ էլ ինչ որ միտեղ գրանցված հեռավոր կղզում կարողանում են ծառայություններ մատուցել մյուսների համար։ Լինի դա, չգիտեմ, Tether-ը, որը որ էլի տարեկան միլիարդավոր դոլարների շահույթ ունենում,
կամ այնտեղ chain analysis-ը, որը սախ պետությունների հետ ծերտ աշխատում է, էլի շատ կայացած ընկերություն է։ Մենք էլ կրիպտո ընկերություններ, ստարտափներ, ամեն ինչ կուզեինք ստեղ ունենալ, բայց դրա համար պետք են պատշաճ պայմաններ։ Հարկային եկամուտների տեսքով էլ այդ ամեն ինչը, երբ որ բնակիչները հարստանում են, երբ որ ընկերությունները հարստանում են, աշխատատեղեր են ստեղծվում, դրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկը պետությունը շահելու է։ Անկամ եթե պետությունը այս ոլորտի վրա դնի 0 հարկ, եթե դրա շնորհիվ Հայաստան գա լիքը ընկերություն, լիքը աշխատատեղ, լիքը փող, կապիտալ, այդ փողը երբ որ եկավ, շրջանառվելու է, մարդիկ տնտեսությունում այդ փողը ծախսելու են, գնումներ են անելու, հյուրանոցում են մնալու, туриզմը զարգանալու եւ այլն, այդ ամեն ինչը ինչ որ այլ եղանակներով, այլ ոլորտներից գնալու է, մտնելու է պետբյուջե։ Ու պետության հենց հիմնական նպատակը որն է, որ ինքը քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնի, լավացնի։ Ու նույն այդ ռեգուլյացիաներն էլ այդ սկզբնական խոսքը շատ դուրս եկավ։ Իրանց իմաստն է, որ իրանք մարդկանց ծառայեն, որ այդ ուղակի չգրենք գրելու համար։ Միտքը որն է, որ մենք գրում ենք շատ խիստ կարգավորումներ, որպեսզի ռիսկերը զսպվեն։ Նայում ենք KPMG զեկույցը մեծ 4 աուդիտորական ընկերություններից։ Այնտեղ ասում են, որ աշխարհի կրիպտո շրջանառությունից 0.25%-ն է ապօրինի։ Հիմա այս 0.25% ապօրինի փողերը, ռիսկերը զսպելու, փակելու համար մենք ինչ ենք անում, բաց ենք թողում այն տարեկան 87% աճի հնարավորությունը։ Այդքան ընկերություններ ներգրավել, աշխատատեղեր ստեղծել է։ Այդ տեխնոլոգիական գիտական պոտենցիալը, որ կարող ենք ունենալ։ Այդ ամեն ինչը խելամիտ չի, իսկ մեզ պետք է հենց այդ ճանապարհով գնալ, որ մենք այդ ամեն ինչը խրախուսենք, ինչ ռիսկեր կան, շատ կոնկրետ հասցեագրենք, դրանից անգամներով բարդ ռեգուլյացիաներ, դժվար բաներ, մեխանիզմներ չստեղծենք, որոնք որ ուղղակի խոչընդոտելու են արհեստական կերպով այս ընկերությունների զարգացմանը, այ դրա արդյունքում մենք կարողանանք այս ոլորտից արդյունքներ քաղել։ Գիտես, շատ լավ ասացիր, կարգավորումը կարա լինի խիստ, բայց տեխնիկապես գիտակցված։ Օրինակ, համարում ես արդյոք, որ հիմա մենք պատրաստ ենք հասարակությունը պատրաստ է, ինչի ոչ միայն հասարակությունը, այլ մենք ինստիտուցիոնալ մակարդակով արդյոք պատրաստ ենք բանկեր, լիցենզավորման ընկերություններ, ապահովագրական ընկերություններ, արդյոք մենք պատրաստ ենք, ունենք տեխնիկապես բավականաչափ գիտելիք կարգավորման համար, նկատի ունեմ, ոչ թե ինչից չենք հասկանում, ավտոմատ հայելանման նմանեցնենք բանկային օրենսդրությանը, հա, ու վերջ դրանով փակվեց։ Արդյոք մենք պատրաստ ենք, ունենք այդ գիտելիքները, որովհետև ճիշտը խոսենք, sense հայելանման նմանացնել կենտրոնական մեր բանկային համակարգի օրենսդրությանը այնքանով է սխալ, որ բանկային գաղափարախոսությունը, կրիպտո գաղափարախոսությունը ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի։ Այո, մենք պատրաստ չենք ու այն գիտելիքները, որ կա հիմա պետական ու բանկային համակարգում, ինքը շատ հին է, թարմացված չի, իրանք ընդհանրապես տեղյակ չեն այս ոլորտում ինչ է տեղի ունենում, մարդկանց հետ որ խոսում ես, իրանց գրագիտությունը ոլորտին առնչվող 0-ին մոտ է։ Էլի սա ասեկոսեների մակարդակով, այնտեղ հանցագործություններ, փողեր լվալ, չգիտեմ ինչ, մութ փողեր կամ չեմ հասկանում, կարող է փողերս գողանան եւ այլն, կամ ով է այդ ստեղծողները մի օր կանջատեն այդ համակարգը, կրիպտո էլ գոյություն չունենա, այդտենց բաներ են էլի մարդիկ խոսում, ու նույն օրենքը գրողները իրանք նույնպես շատ բան էս ոլորտից չեն հասկանում։ Իրանք այնպիսի պահանջներ են դնում, պահանջներից մեկը ասենք բաներ travel rule-ը, որ ասում են բանկային համակարգում կա travel rule, որ պետքա փողի հետագծելիություն լինի, որ դու իմանաս փողը այս անունով մարդից գնացել է, այս անունով մարդու, հետո այս անունով մարդու, ասում են, սա մեր կարմիր գիծն է, այս մենք չենք զիջելու, պետքա նույն բանը կրիպտոյի մեջ լինի։ Մենք ասում ենք, ընկերներ ջան, սա տեխնիկապես անհնար է իրագործել կրիպտոյի մեջ։ Երբ որ դու մի հատ self custody wallet-ից, անձնական դրամապանակից փոխանցում ես անում, վերջ, եթե մի հատ անձնական դրամապանակ կա արանքում, կարած մոռանաս travel rule-ի մասին։ Դու ուզում ես ամենախիստ լիցենզավորված ընկերությունը լինես, բոլոր պահանջներին համապատասխանում ես, բոլորին նույնականացնում ես, ասենք, ես էլ օրինակ այդ ընկերությունում հաշիվ ունեմ, իմ հաշվին գումար է մուտք լինում, ոչ մեկ երբեք չի կարա իմանա, թե այդ անձնական դրամապանակը ումա պատկանում։ Ես կարողա ասեմ, այս իմն է, ես կարողա ասեմ, այս, չգիտեմ, ուրիշինն է, կամ ինչ որ ապօրինի փող է, ոչ մեկ չի կարողանալու դա բացահայտել։ Իսկ իրանք ասում են, սա կարմիր գիծ է։ Մենք սա ժամերով բացատրում ենք, իրանք չեն հասկանում։ Իրանք ասում են, չէ, դուք ինչ որ բանկերի պես բաներ կա, ինչ որ պատշաճ ուսումնասիրություն պետք է անեք կամ խելամիտ գնահատականներ տաք այդ ամեն ինչն, ասում ժողովուրդ, երբ որ դու չես կարողանում ինչ որ բան ճշտել, խես դրա պահանջը դնում օրենքում։
ու նման տիպ խնդիրներ կան բոլոր օղակներում ու հիմա այդ ռեսուրսը ոչ բանկային համակարգում իրականում կա։ Հիմա այս օրենքը եթե ուզեն անգամ այս տեսքով ընդունել, վաղը մյուս օր բանկերները ինչ որ փորձեն սա սպասարկել, այնտեղ այդ գիտելիքն էլ չկա, որ ոնց հարաբերվենք այս ընկերությունների հետ։ Ինչն է պետք ստուգել, ինչը չէ, ինչն է ռիսկային, ինչը ռիսկային չի։ Այդտեղ իհարկե կարիքը կլիներ նրա, որ այս օրենքները մշակողները, իմպլեմենտացնողները խորհրդակցեին առնվազն համագործակցեին այս ոլորտի մասնագետների հետ։ Իրանց կարծիքները լսեին, իրենց խորհուրդները լսեին։ Միասին այս ճանապարհը անցնեին որպես երկիր։ Բայց չէ, այդ կանքը չկա քաղաքական։ Բայց մենք պատրաստ ենք բոլորս, չէ՞, համագործակցելու։ Համայնքը իհարկե պատրաստ է ու ասում է, որ մեզ պետքա ռեգուլյացիա, մեզ պետքա օրենսդրություն։ Ընկերություններն էլ ասում են, մենք գիտենք, որ ճիշտ կլինի, որ KYC լինի, որ սա անձնագրով նույնականացում անցնեն։ Ասում եմ, բայց քանի որ այդ պահանջը հիմա օրենքով չկա, եթե ես մեկից անձնագիր ուզեմ, բայց մյուսը չի ուզում, այդ մրցակցային առավելություններ իրան ստեղծում, կարող հաճախորդի մոտ չգնա, այնտեղ գնաս ավելորդ քաշք շուկա թղթաբանությունն է, մի օր պասպորտս մոռացել եմ, կամ խի պասպորտս տամ, եթե օրենքը չի պահանջում, գնամ այնտեղ կանեմ, էլի։ Այսինքն համայնքը այս ամեն ինչին պատրաստ է խելամտության սահմաններում։ Այնպիսի օրենքներ ընդունվեն, որ փոքր ու միջին բիզնեսը տենց ամբողջությամբ վարի չտրվի, ընկերությունները չփակվեն, ու հենց սա է հիմքը հանդիսանալու, որ քիչ-քիչ, օրինակ կրիպտոից հասկացող մարդիկ շատանում են նաև նման տիպ ընկերությունների շնորհիվ։ Մի քիչ տեղ են աշխատում, գրագիտությունը բարձրանում է, կամ մի քիչ այդ ընկերություններից օգտվում են, մի քանի գործարք են անում, էլի մի քիչ սկսում են բան հասկանալ այս ոլորտից։ Ու այդպես որ գնա, այսինքն կիրառությունը, գործածությունը կրիպտոյի Հայաստանում բարձրանա, այդ ավտոմատ կերպով նաև կազդի պետական համակարգի վրա, որ համ ինչ որ նախարարություններ կլինեն, որ ունեն այդ գիտական ներուժը, որ կարողանում են գոնե որոշում կայացնել այս ոլորտը արժի սենց գնա, տենց գնա, համ բանկերը կիմանան որտեղից մարդ վերցնեն, որ կարողանա այս ոլորտի հետ հարաբերվի, իրանք ճիշտ այդ ռեգուլյացիաներին կամ էլ ընկերությունների հետ համագործակցությանը համապատասխանեն, համ կենտրոնական բանկում մասնագետներ կստեղծեն, որ կարողանան պատշաճ ձևով այս ոլորտի հետ համագործակցել, ու այդ ամեն ինչը չկա։ Ու շատ այս ամեն ինչը մի քիչ տենց կացին ձևով է արվում, կտրելու, թափելու, բանանելու ոլորտը սահմանափակելու ձևով հանկարծ ռիսկ ստեղից մի քիչ դուրս չկա, ու այդտեղ արդեն սկսում այն բանը, մյուս խոսակցությունը, որ միգուցե այս ամեն ինչը արվում է նրա համար, որ ուղղակի սա մրցակցությունը բանկային համակարգին ու նույն կենտրոնական բանկի կամ բանկերի շահերից չի բխում, որ այս կրիպտո ոլորտը գլուխ բարձրացնի, զարգանա, աճի, մեծանա, ընկերություններ ստեղ կան, ու երբ որ կառավարությունը այդ մանդատը տվել է կենտրոնական բանկին, ասում է դե ֆինանսներով մեր մոտ ով է զբաղվում, ֆինանսի նման բան է, էլի փող է էլեկտրոնային, կենտրոնական բանկ դու գնա օրենսդրություն կարգավորում սրա համար մշակի, երբ որ տենց մանդատը տրվում կենտրոնական բանկին, ինքն էլ ասում է ջան, հեսա ոնց ուզենք կարգավորենք, մեր բանկերի ցավն էլ տանենք, ինչքան ժամանակ է դժգոհում էին այս կրիպտոից, հեսա նենց ռեգուլյացիաներ կդնենք, հələ տենանք ոնց են այդ ընկերությունները աշխատում, ու տենց ընդհանուր չիմացության միջավայրում, որ մյուս պետական կառույցները, կառավարությունը, ազգային ժողովը գրեթե ոչ մի բան այս ոլորտից չի հասկանում, ու ասում են դե ֆինանսական առումով կոմպետենտ կառույց է, երևի եթե բերում են ճիշտ են անում, բան չեն հասկանում, տենց հալած յուղի պես ուզում են ընդունեն, ու նաև դա շատ բացասական, որ կառավարությունում ինչ որ չափով ընթացք են տվել, հələ հավանություն վերջնական հաստատում չեն տվել այս նախագծին, բայց նախնական հավանություն են տվել, ինչի հետ կապված նաև ոլորտը շատ մտահոգված է, հիմա դժգոհում է, բարձրաձայնում է այս հարցերով ու փորձում ենք աշխատանք տանել նաև պետական այլ կառույցների հետ, որովհետև կենտրոնական բանկի հետ ոնց հասկանում ենք խոսակցությունը ոչ մի ձև չի գնում։ Մեր մեկնաբանությունները, առաջարկները ընդհանրապես տեղ չեն հասնում, չեն ընդունվում, ստիպված գնում ենք մյուսներին ասում ենք ժողովուրդ ջան, ԿԲ-ն մեզ չի լսում, ուզում է այս ոլորտը խեղդի սպանի, եկեք մի քիչ խելամիտ կարգավորում դնենք։ Ու այստեղ առանցքային է նաև այն, որ այս ոլորտի վերահսկողությունը պետք է տրվի մեկ այլ մարմնի։ Ինչու, որովհետև կրիպտոն ու բանկերը բնական մրցակիցներ են։ Դու չես կարող մի ոլորտի մրցակցի տաս մյուսի վերահսկողությունը, կարգավորումը ու անջատել միացնելու կոճակը։ Ոնց կարա տենց բան լինի։ Պարզա որ նենց հնարելու, որ այդ ոլորտը չզարգանա։ Այն երկրներում, որտեղ կենտրոնական բանկերն են այս ոլորտը կարգավորում, հիմնականում այս ոլորտը թեր զարգացած է։ Բացառություններ որոշակի կան, այնտեղ, ասենք Սինգապուրին կարող ենք նայել, որ այնտեղ կենտրոնական բանկան նման ինչ որ կառույց է, ավելի շատ լիազորություններով, բայց այնտեղ կա միապետ, ով որ ստորագրել է, ասել է, այս առաջնահերթությունն է, պետք է նենց անենք, որ ստեղ սաղ ընկերությունները գան, ուտեղ կենտրոնական բանկը չի կարա այդ միապետին օրինակ ընդդիմանա կամ նենց անի, որ բանկային համակարգի շահերը առաջ բրդվեն։
Մեր մոտ այդ իրավիճակը չի։ Մեր մոտ այստեղ բան է, ասենց full դեմոկրատիա է, բաների դերի բաշխում, կենտրոնական բանկ ֆինանսներ իրան են սաղ վստահում, բայց երբ որ վստահում ենք նաև կրիպտո ոլորտը, կանխատեսելի է թե ինչ է լինելու կրիպտո ոլորտի հետ, եթե իրանք վերահսկեն այս ոլորտը, իրանք օրենքներ ընդունեն։ Գիտես ինչ եմ խորամանկ շփտում, ակամայից հիշեցի այն նկարը, որտեղ մոմերը լամպոչկային տանում են կախաղան հանեն, այսինքն պատկերացնում ես զարգացում տեխնոլոգիաների ինովացիաներ, բայց իրանց ձեռք չի տալի, մտածում են մրցակից ենք, մտածում են կխոչընդոտենք իրանց աշխատանքը, ինչի կարելի է համատեղել, կարելի է իրար օգնելով երկիրը զարգացնել, այսօր բոլորիս նպատակը, գեր նպատակը դա պիտի լինի։ Հա, իհարկե դա պետք է լինի ու պատմության շատ լավ օրինակ էր, պատմության մեջ շատ ենք տեսել, որ օրինակ երբ որ նոր էր մեքենան հայտնագործվում, տենց կարգերի տերերը շատ դեմ էին, ասում էին, որ այս վտանգավոր է, արագության տակ հեսա մարդիկ մահանալու են կամ չկան ճանապարհներ, կամ երբ որ հա, այդ լամպոչկանների օրինակն էլ շատ լավ է, կամ բանը, երբ որ ինտերնետը նոր էր հայտ գալիս, ասում են, որ ինտերնետը հանցագործությունների համար ավանա, այնտեղ հիմնականում լրատվականները բաներն էին անհանգստացած, որ մեդիան կարող է իրանց մոտից այդ մոնոպոլիան խլվի, այնտեղ ասում են, ինչ ասես, կարելի է այնտեղ խոսալ, չի վերահսկում, չգիտեմ ինչա, վայրի բանը, հա։ Այսինքն այս ամեն ինչը մենք տեսել ենք ու այդ խոսակցությունը, երբ որ գնում է, կոպիտ ասած, լոբինգը կամ իրազեկումը գնում է, պետքա ոչ թե այդ թերթերի հետ կամ մոմեր արտադրողների կամ էլ կարգերի հետ լինի այդ խոսակցությունը, այլ մնացած բոլոր մարդկանց հետ։ Միաբանվելու գեր նպատակի ազգի սպառողների հետ պետք է այդ խոսքը լինի, մեծ նպատակ պետք է ունենանք, ոչ թե ինչ որ մեկի նեղ անձնային շահով առաջնորդվենք։ Հիմա օրինակ եթե կրիպտոյի մասն ենք խոսում, հա կրիպտոյի մարդիկ իհարկե կուզեին, որ ոչ մի օրենքներ չլինեին, ոչ մի բան չվերահսկվեր, հարկեր չլինեին եւ այլն, KYC-ել չլիներ, հա ամենահարմարը այդ կլիներ, բայց մենք հասկանում ենք, չէ, որ այդ իրականությունից կտրվել է, որ կան ինչ-որ պահանջներ, նորմեր, բարոյական ասպեկտներ, որ չգիտեմ, հանցագործները պետքա բռնվեն, չես կարող տենց վայրի ինչ-որ բան ունենաս, շուկա ունենաս, լրիվ չկարգավորվող։ Դրա համար խելամտության սահմաններում առաջարկներ են անում։ Ու մյուս կողմից պետք է նման տիպ էլի մոտեցումը լինի, մյուս կողմից ասելով համ բանկերի կողմից, եթե բանկերն էլ չեն հասկանում, գոնե մյուս պետական կառույցները ու հանրությունը պետք է այս մտքին գաղափարին աջակցի։ Այո, միանշանակ հովիվը գառներին գայլի ձեռը չի տալու պահելու համար, չէ, որովհետև իրան գառների երկրի համար շատ պետք են։ Հարցը սենց ձևակերպենք։ Մենք որպես երկիր ուշացել ենք այս ոլորտում, թե դեռ կարող ենք շատ մեծ հաջողություններ քաղել, իհարկե, չէ։ Այսն բանն է, որ ամեն տարի դու ասում ես, ոնց անցած տարի բիթքոին չառա։ Տենց հաջորդ ամեն տարի ավելի բարձր ալնում, ամեն տարի փոշմանում ես, որ նախորդ տարի չես առել ու ասում ես, դե արդեն ուրեմն ուշացա։ Ու ամեն տարի ասում ես, էլի ուշացա, նույն բանը այստեղ է հիմա։ Ինչի մենք հələ չենք ուշացել, որովհետև աշխարհում կապիտալի ընդհանրապես 0.2%-ն է այս բային բիթքոինով, նո կրիպտո շուկայում 60%-ը բիթքոինն է, դրա համար եմ բիթքոին ասում։ Աշխարհում կա մոտ 1000 տրիլիոն դոլարի կապիտալ, բիթքոինի շուկայական կապիտալիզացիան 2 տրիլիոն է, 0.2%։ Այսինքն այս նոր ֆինանսական ակտիվը, որ ամենալավ նախագծված փողն է, թվային ոսկին է, որ ինքը շատ մեծ պոտենցիալ ունի համ ոսկին դեմոնետիզացնելու, համ անշարժ գույքը, համ արժե թղթերը, այսինքն որ փողը, կապիտալը հոսի դեպի բիթքոին։ Այս 0.2%-ը դառնալու է 0.5%, 1%, 2%, 5%, 10%, որտեղ կկանգնի, չգիտենք, ասենք 7%-ի վրա կկանգնի, թե 25%-ի վրա կկանգնի, բայց միանշանակ է, որ հələ տասնյակ անգամներ այս ոլորտը աճելու տեղ ունի։ Ու նաև դրա համար է, որ բոլոր երկրները իրանց անհատական մոտեցումներ ունեն այս ոլորտի հետ կապված։ Ստանդարտ ընդհանուր չկա։ Եվրոպան մի ձև է կարգավորում, Ամերիկան մի ձև, չգիտեմ, Սինգապուրը մի ձև, Կազախստանը մի ձև, Ռուսաստանը մի ձև, մեր մոտ ոչ մի ձև, ու երբ որ տեսնում ես, որ սենց անորոշություն կա, որ ամեն մեկը տարբեր ձև է կարգավորում, այդ խոսում է նրա մասին, որ սա հələ նոր սաղմնային փուլում գտնվող ինչ որ ոլորտ է, որ հələ նոր աճում է, նոր ստանդարտներ են մշակվելու, ապագայում 5 տարի, 10 տարի հետո հետ հայացքով նոր կհասկանանք, թե ով էր ճիշտ որոշումներ կայացնում, որ երկրի մոտեցումներն էր ավելի ճիշտ, այսինքն հնարավորությունները կան, հիմա շատ լավ ժամանակ է, նաև հաշվի առնելով են, որ Ամերիկան, որը այս պայդրությամբ ամենահազոր երկիրն է
երևի թե բոլորը դրա հետ համաձայն են, ամենամեծ կապիտալն էլ այնտեղ է։ Ինքը հիմա լրիվ շրջադարձ է կատարում բացասական կարգավորումից, անորոշությունից ու կրիպտո ընկերություններին խեղդելուց, համապակելուց ուղակի կամ անուղակի։ Հիմա ինքը լրիվ հետադարձ է կատարում ու ինքը հանում է այդ բացասական օրենքները Թրամփի նախագահությամբ իր որոշումներով։ Հիմա նոր հանձնաժողովներ են մշակել, որոնք որ լրիվ նոր դրական օրենսդրական միջավայր են ստեղծելու ու նաև Bitcoin-ի ստրատեգիական ռեզերվ են պլանավորում Ամերիկայի համար գնել կուտակել ու երբ որ այս ամեն ինչը դեռևս տեղի չի ունեցել, հիմա այն ամենալավ ժամանակն է, որ այդ երկրներից առաջ ընկնելով դու կարողանաս ավելի լավ բարենպաստ միջավայր ստեղծել, համ կապիտալ կոմոդ քաշել, համ ընկերությունները կոմոդ գան, քանի այնտեղ դեռ լավագույն պայմանները չեն ստեղծվել։ Այսինքն հիմա լավ ժամանակ է, բայց շատ ձգձգել էլ պետք չի, իրականում արժի շտապել, արժի արագ ժամանակ ծախսել, ինչքան պաշտոնյա մասնագետ կա, ֆինանսիստ կա, կարդան, խորանան, ուսումնասիրեն, հասկանան ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, որ մենք որպես երկիր կարողանանք արագ որոշումներ կայացնել, բարենպաստ միջավայր ստեղծել այս ոլորտի համար, ու որպես երկիր, նաև որպես անհատներ ընկերություններ կարողանանք այս ամեն ինչից շահել։ Շատ ճիշտ ասեցիր, ասում եմ բիզնես հետաքրքիր զարգացնող գրքերում եմ կարդացել, ասում են անտարտ ընկելու լավագույն ժամանակը երբ է, 20 տարի առաջ էր։ 20 տարի։ Բայց հաջորդ լավագույն ժամանակը երբ է։ Այսօր։ Հիմա, այսօր։ Էդուարդ ջան, այնքան հետաքրքիր է քո հետ, որ չեմ նկատել ժամանակը ոնց է թռել։ Դիտորդներ ջան, տեսնում եք ինչ հետաքրքիր հյուրեր եմ ունենում։ Խնդրում եմ կոմենտներում անպայման գրեք այն հարցերը, ինչ որ ձեզ համար անհասկանալի նմած, պակաս մնաց, հա, եւ կցանկանաք էլի ավելի մանրամասնել այս թեման, Էդուարդին անպայման նորից հյուր կտեսնենք, եթե կոմենտներում ակտիվ լինեք, գրեք ձեր հարցերը, ձեր ցանկությունները, ինչ թեմայով եք ուզում լսել, Էդուարդ ջան, անչափ հետաքրքիր էր, անչափ կարևոր էր, անչափ կարևոր թեմա խոսեցինք, հուսամ այսքան կարճ ժամանակի մեջ սահմանափակել սենց կարևոր թեմաները սխալ է։ Դեռ շատ կբացվի այս խոսակցությունը։ Էլի կունենանք հանդիպում։ Չէ՞։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Նմանապես Տելա ջան։ Էդուարդ ջան, դու գիտեիր, որ այսօր գրքի նվիրման տոնն է։ Հա, սոցցանցերով տեսել էի։ Ես քեզ գիրք եմ պատրաստել, երբեք մենակ մի ճաշեք, կարդացել ես այս գիրքը։ Չէ, բայց ճիշտ խորհուրդ է, միշտ լսել եմ, փորձում եմ հետևել։ Շատ լավ գիրք է։ Իսկ ուր է իմ գիրքը։ Այդ մեկը մոռացա, հա, թեմատիկ մի բան կնվիրեմ։ կնվիրեմ։ Դիտորդներ ջան, Էդուարդը ինձ գիրք է պարտք, հիշեք ռիլ եմ նկարելու, ոնց է ինձ Էդուարդը գիրք նվիրում։ Եթե ռիլը չստանաք, անպայման բան արեք։ Վատ կոմենտներ գրեն, Մինչև Էդուարդը իմ գիրքը տա։ Հետևեք անպայման։ Էդուարդ ջան, շնորհավոր քո գրքի նվիրման տոնը։ Ես սպասում եմ իմ գրքին։ Այո, անպայման կլինի։ Լավներ։